Ինչ հերոսական օր է այսօր, գիտեք։ Սուրբ Զատիկի օրն է։ Ներողություն։ Դու այսօր հերոսական օր չի։ Բանը Հիսուսի ծնունդն է։ Սուրբ Զատիկն է։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Հա, այդ չեմ իմացել։ Սուրբ Զատիկը չի։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Աղավաղել են ամեն ինչ, չգիտեմ, չեմ կարող ասել։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի Ես օրն է։ չեմ ընդունում, հերոս տղաները մեր կյանքի եւ առաջադիմության եւ մեր երջանկության համար զոհված տղաներն են։ Փառք նրանց։ Չգիտեմ։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Հա, չգիտեմ։ Չեմ մտածել կներեք։ Իսկ համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ հերոսը հարկ վճարողն է։ Չեմ մտածել երբևէ։ Զատիկը չի։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Հարկ վճարողը ոնց կարա հերոս լինի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի անունը հերոսական օր։ Չէ, չգիտեմ։ Ինչ եք կարծում, ինչու է հերոսացվում հարկ վճարողը։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Չէ, լավ գաղափար չի։ Հեչ լավ գաղափար չի։ Հերոսացնելը սխալ է ինձ թվում։ Քաղաքացիների պարտքն է դա ընդամենը։ Հերոսները գիտեք որտեղ են։ Չեմ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Չեմ գիտեր պատասխանել, գաղափար չունեմ, գաղափար։ Մենք Սուրիահայ չենք կարող խոսել։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ հերոսը հարկ վճարողն է։ Ինչ գործում։ Այսօր Քրիստոսի հարության օրն է։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Հա, այդ չգիտեի ճիշտն ասած, դե այդ սովորական քաղաքացու պարտականություն այնց թվում է դա հերոսանալու Նիկոլ առիթ։ Փաշինյանն ասում է, որ հերոսը հարկ վճարողն է։ Չէ, ես ամբողջ կյանքում հարկ եմ վճարել, բայց դա հերոսություն չի, սովորական պարտականություն է։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ։ Վաղը Զատիկն է։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Չեմ կարող ասեմ։ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ հերոսը հարկ վճարողն է։ Ստից փախնել է, բայց այդտեղ ապրել է հնարավոր չի։ Հերոս ենք, ինչ է։ Մեր հաշվին ամեն ինչ կառուցում է, բայց ամեն ինչ մեր համար թանկ է։ Ասում են ավտոբուս են գնել, բայց բանը բարձը շատացնում են։ Ոչ մի լավ բան չկա։ Նամար հերոս են կրվողները։ Այսօր էլ տոնը այնի պրազնիկը։ Սաղ ազգն է հերոս, սաղսել հերոս ենք, ես էլ եմ հերոս։ Ով հերոս չի որ, սաղն են հերոս։ Մենակ հարկ վճարողը չի, որ հարկ չի վճարում հերոս չի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հարկ վճարողն է հերոսը։ Ես չգիտեմ։ Դες կարծում է Նիկոլ Փաշինյանը, մենք էլ կարծում ենք հերոս են բոլորը։ Սուր ամսի քանիցն է, 19-ն է։ Ձեր կարծիքով ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Լավ էլի։ Ծիծաղալու բաներ մի ասեք։ Ումը որ պետքա հերոսացնել չեն հերոսացնում։ Սենսիտիվ բաների վրա կարան ինչ ասես անում։ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ հերոսը հարկ վճարողն է։ Անդեր Նիկոլ Փաշինյանը շատ բան կարա ասի։ Նիկոլ Փաշինյանի որ լսենք հիմա պետություն չէր լինի։ Ճիշտ ասած չգիտեմ։ Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում։ Այսօր հարկ վճարողի օրն է։ Հա, ճիշտ է, ճիշտ։ Դե հարգոր վճարեն, բոլորը ուսոր լավ կադրեն, բոլորը հետ է հարկ վճարեն։ Բայց պետք է հերոսացնել հարկ վճարողը։ Եթե շատ է գումարը մեծ հարկ եմ ուզում, պիտի հերոսացվի, եթե փոքր քանակ է, պարզ է, քիչ մեկնաբանություն կլինի։ Էդ է, մենակ հարգի էդ է կապված, բայց շատ է, հարգերը շատ է, արդեն մի քիչ ավել է, էլի, ժողովուրդը այդ գումարը չունի իր ձեռքնոց վճարել, որ ստանա այդ հարգն էլ բաժանել ժողովրդին, շատ է։ Մի քիչ որ թեթևացնեն հարգերը, գնել էլ իջացնեն, ու խաղաղությունների ժողովրդի վիճակը լավ կերնի, կամ բան։ Ինչ հերոսական օր է այսօր։ Այսօր Զատիկի օրն է։
Ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը հերոսացվում, այսօր հարկ վճարողի օր։ Հարկ վճարողը դա հարկը քո հայրենիքն է, քո պետությունն է, ում համար ես վճարում։ Քո ազգի համար, քո ժողովրդի, քո հայրենիքի, թոշակ, նպաստ, աշխատավարձ ես անում։ Ինչի համար։ Այսինքն համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ հերոսը հարկ վճարողն է։ Չէ, Փաշինյանի հետ ես համաձայն չեմ։ 10% եկամուտ ընդհանրապես համաշխարհային 5% եկամուտ են հաշվում։ Մենակ 10% հարկ է հաշվում։ Դա ո՞նց կհամեմատես։ Անընդունելի է։ Դա անընդունելի է։ Մարդկային ուղեղի մեջ նստված չի տալի։ Նման բան չկա։ Համաշխարհային պրակտիկայում կա 5% եկամուտ։ Ինչ էլ ուզում ես աշխատի։ 5% եկամուտից ո՞նց է 10% հարկ ուզում։ Դա չի լինի։ Սխալ կա, մենք դրան չենք հասել, այսինքն մենք դրան չենք։ Այնա մսի տեղերը կռիվ են տուն, չէ՞։ Բայց դա ինչ են, ոչ մի սպանդանոց չունեն։ Տունը կեսը սպանդանոց, ա կեսը բոյնի, սպանդանոց, ա կեսը տուն, դե սպանդանոց կլի, սպանդանոց հեռուստացույցը միացրեք, մեքենաները բարձած, անասունը, 30 խոհոз, ոչխար բարձած բերում է, բոյնին պատրաստ, լստում մեջը ուղարկում, տանում են մորթում մի ժամում մաքրում գնում, բայց դե նման բան չկա, դե ոչ մի բան չունի ու հարկա պահանջում, դիա պահանջ, սխալ հասկանում եք, հարկի տոկոսը դու ինչքան ցածր ինի, այնքան առողջ կինի եւ պետական բյուջեն կապահովես։ Եվ դրա զուգահեռ ժողովուրդն էլ գոհշնորհ կապեն։ Այս այ խնդիրս այ։ Ստեղ ոչ մի բան չկա։ Հասկանում եք, հիմքը դիր պահանջներ կա, բայց հիմք չունի։ Անհիմն պահանջները, հասկանում եք։ Այս այ խնդիրս է։ Այսօր ապրիլի 19-ին նշվում է հարկ վճարողի օրը։ Գաղտնիք չէ, որ հարկ վճարելով յուրաքանչյուրը շենացնում ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հերոս է հարկ վճարողը։ Օրագի նյուզի հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, ինչու է հարկ վճարողը համարվում հերոս։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը եւ նշեք, համաձայն եք արդյոք Նիկոլ Փաշինյանի այս մտքի հետ, թե ոչ։